Պատկերացրու մի երկիր, որտեղ 3 տարբեր մշակույթներ ապրում են մեկ փողոցում։ Արևելքի համերը, հարավի մեղմությունը եւ Ասիայի աշխուժությունը կողք կողքի։ Նրանք ոչ թե խանգարում են միմյանց, այլ ընդհակառակը լրացնում են։ Այո, այդ միքսը գոյություն ունի։ Բարի գալուստ Մալազիա։ Մալազիան գտնվում է հարավ-արևելյան Ասիայի հենց սրտում։ Բնության տեսանկյունից այստեղ ամեն ինչ կա՝ ծով, ջունգլիներ, լեռներ, ջրվեժներ։ Կարծես ամեն բան հենց այս երկրի համար ստեղծված լինի։ Ողջույն սիրելիներս, ովքեր մեզ նոր են միացել, հիշեցնեմ, որ ես Լիանան եմ, ձեր հավատարիմ ճամփորդական ուղեկիցը։ Եվ իհարկե, բաժանորդագրվեք ալիքին, որ միասին բացահայտենք աշխարհի գույները։ Մայրաքաղաքը Կուալա Լամպուրն է, ապակիների, երկնաքերերի եւ լույսի քաղաք։ Բայց եթե դու ուզում ես դանդաղ, հանգիստ, պայման չկա տրամադրություն, ապա գնում ես կղզիներ, Լանկավի, տաք օդ, թափանցիկ ջուր, երկար լողափեր, Պենանգ, փողոցային արվեստ, մշակութային վայրեր, համեմունքների բույր եւ գիշերային մթնոլորտ։ Պաշտոնական կրոնը իսլամն է, բայց այստեղ ապրում են հինդուիստներ, բուդդիստներ եւ քրիստոնյաներ։ Պաշտոնական լեզուն մալայերենն է, սակայն անգլերեն այստեղ բոլորը խոսում են, այնպես որ քեզ երբեք օտար չես զգում։ Դե ինչ Go Travel-ի հաղորդում առանց հետաքրքիր փաստերի։ Առաջինը, հարևան երկրները շատ մոտ են եւ հետաքրքիր։ Հյուսիսում Թայլանդն է, իսկ հարավում Ինդոնեզիան եւ Սինգապուրը։ Իսկ Բորնեոյի կողմում նաեւ Բրունեյ, փոքր, բայց հարստությամբ լեգենդար սուլթանություն։ Շուրջը ամբողջությամբ ջուր է, Անդամանյան ծով, Մալակայի նեղուց, հարավչինական ծով, Սուլու եւ Սուլավեսի ջրեր։ Երկրորդ հետաքրքիր փաստը կապված է երեխաներին անվանակոչելու հետ։ Ծնողները նախապես ընտրում են մի քանի իրենց հավանած անունները եւ առանձնացնում են դրանք տարբեր բրինձի բաժակների մեջ։ Հետո բերում են մենամարտող ակաղաղ եւ նա որ բաժակին առաջինը մոտենա, հենց դա էլ դառնում է երեխայի անունը։ Երրորդ հետաքրքիր փաստը, որ Մալազիան ներառված է 10 ամենաայցելվող երկրների շարքում։ Այո, միլիոնավոր զբոսաշրջիկներին հետաքրքրում է հենց Մալազիայի մշակույթը։ Չորրորդ հետաքրքիր փաստը, որ հին ժամանակներում Բորնեոյի տուրիստական անձնագիրը պատկերացնում է տատուներ։ Եթե մարդը անցնում էր մեկ ցեղից մյուսի տարածք, նրա վրա հատուկ նշան էին անում, նշելով, որ նա եկել է խաղաղությամբ։ Այն մի յուրահատուկ ճամփորդական քարտեզ էր հենց մարմնի վրա։ Եվ վերջին հետաքրքիր փաստը, երբ որ ինչ որ մի բան տալիս ես մյուս մարդուն, դա պետք է անես անպայման աջ ձեռքով, քանի որ այն համարվում է հարգանքի նշան։ Մի փոքր էլ խոսենք դրամական միավորի մասին։ Դրամական միավորը մալազիական ռինգիտն է։ Գները բավականին հավասարակշռված են։ Մոտավորապես $50 սահմանում դու կարող ես ունենալ շատ համեղ ընթրիք 2 անձի համար։ Ժամային գոտին մեզանից մոտ 4 ժամ առաջ է, իսկ կլիման տրոպիկական է։ Այստեղ միշտ է ամառ։ Պատկերացրու դու արդեն Կուալա Լամպուրում ես, իսկ ինչ անել այստեղ։ Առաջինը, իհարկե պետք է այցելել Պետրոնասի երկօրյակ աշտարակները։ Իհարկե դու տեսել ես այն նկարներում, բայց իրականում լրիվ ուրիշ են։ Գիշերը շենքերը շնչում են լույսով։ Բարձրացեք Sky Bridge, քաղաքի աղմուկը վերածվում է լռության։ Երկրորդ հետաքրքիր տեսարժանվայրը Բադու Caves-ն է։ Գունավոր աստիճաններ 272 քայլ։ Յուրաքանչյուր քայլ մի փոքր փորձություն է եւ մի քիչ էլ ժպիտ։ Վերևում քարանձավ, հին, սառը եւ իհարկե լուռ։ Երրորդ հետաքրքիր վայրը Սրի Մահա Մարիաման տաճարն է։ Գույների պայթյուն։ Տաճարը չի խոսում բառերով, այլ պատմում է գույներով։ Այստեղ ես հասկանում Մալազիան պարզապես երկիր չէ, այն գաղափարների խառնուրդ է։ Չորրորդ հետաքրքիր վայրը KL Bird Park-ն է։ Բնության կտոր հենց քաղաքի մեջ, թռչունների ձայներ, կանաչություն եւ թեթև օդ։ Հինգերորդ հետաքրքիր վայրը Ջալան Ալորն է։ Երբ արևը նստում է, քաղաքը արթնանում է այստեղ։ Համեր, ծիծաղ, շարժ, փողոցային նուդլ։ Այստեղ ես հասկանում, որ սա իրական Մալազիան է։ Եվ վերջին տեսարժանվայրը Bukit Bintang-ն է։ Քաղաքի սիրտը լույսերի, երաժշտության եւ շարժի մեջ։ Այստեղ քաղաքը երբեք չի քնում։ Եթե խոսենք շոփինգից, կարող եմ ավելացնել, որ Կուալա Լամպուրում շոփինգը պարզապես գնումներ չէ, այլ իսկական փորձառություն է։ Ես ձեզ համար առանձնացրել եմ 3 հետաքրքիր վայր հենց շոփինգի համար։ Պավելյոն, բարձրակարգ բրենդեր եւ էսթետիկ տարածք։ Surya KLCC, շոփինգ աշտարակների ներքո եւ Central Market-ը, ձեռագոր շուկայի իրական հոգին։ Այսքանից հետո
հետո հաստատ դու քաղցած կլինեք։ Եկեք միասին ուսումնասիրենք, թե ինչ ուտել Մալազիայում։ Համերի իսկական խառնուրդ, նասի լեմակ, կոկոսի բրինձ, ձու եւ վարունգ։ Սաթեյ մի շամփուրի վրա գետնանուշի սոուսով, լաքսա կծու թթու նուդլս, ռոթի չանայ փափուկ հացիկ կարիով եւ իհարկե մրգերի թագավոր դուրյան, հենց սա ամենահոտավետ միտքն է։ Ձեզ համար առանձնացրել եմ 3 ռեստորաններ, տարբեր խոհանոցներ նախընտրողների համար։ Ատմոսֆերա 360, ռեստորան ամպերի մեջ, պտտվող դիտահարթակից երևում է ողջ քաղաքը լույսերի ծովում։ Bijan Bar and Restaurant, մոդեռն մալայ խոհանոց, նուրբ մատուցմամբ։ Lot 10 Futong Food Court, լավագույն սթրիթ ֆուդը մեկ հարկի տակ։ Իսկ հիմա հասկանանք, թե որտեղ մնալ Կուալա Լամպուրում։ Hyatt Place, հանգիստ, մաքուր, հարմարավետ, կարծես դու արդեն տանն ես։ Mandarin Oriental, նրբություն եւ տեսարան դեպի աշտարակներ։ Pavilion Hotel, քաղաքի սիրտը, ամեն ինչ քայլող հեռավորության վրա։ Դե ինչ, հիմա եկեք մի կողմ թողենք քաղաքի աղմուկը եւ վայելենք կղզիների հանգստությունը։ Ուղևորվում ենք Լանկավի։ Լանկավին թարգմանում է հետեւյալ կերպ. Հելեն կարծիվ եւ քավի ժայռ։ Կուալա Լամպուրից ընդամենը 1 ժամ թռիչք է եւ դու արդեն նոր աշխարհում ես։ Այստեղ ամեն ինչն է խաղաղ։ Ջունգլիներ, ծով եւ օդ։ Առաջինը Sky Bridge, կախված կամուրջ ամպերի մեջ։ Երկրորդը Cable Car, լեռներ, ծառեր, ամպեր մեկ ճանապարհին։ Երրորդը Island Hopping, կղզուց կղզի ճանապարհորդություն։ Չորրորդը ATV Jungle Ride, ադրենալին ջունգլիներում եւ իհարկե 5-րդը Duty Free Shopping, ողջ կղզին հարկազերծված է։ Իդեպ ավելացնեմ, որ Լանկավիում գները կրկնակի մատչելի են Կուալա Լամպուրից։ Իսկ վերջում ես ձեզ համար առանձնացրել եմ, թե որտեղ մնալ Լանկավիում։ Դա St. Regis հյուրանոցն է, որտեղ հանգիստը վերածվում է իսկական արվեստի։ Ամեն ինչ արված է մեկ նպատակով՝ վերադարձնել քեզ քո իրական խաղաղ եսին։ Իսկ հիմա եկեք հասկանանք, թե ինչպես հասնել Մալազիա։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար վիզա անհրաժեշտ չէ, սակայն անհրաժեշտ է 1 օր առաջ թռիչքից լրացնել անվճար հայտարարագիր։ Իսկ Երևանից թռիչքներ կարող եմ առաջարկել 3 տարբերակներով՝ Դուբայով, Շարժայով եւ Դոհայով։ Եթե դու անգամ այս պահին մի փոքր հեռու ես Մալազիայից, դու այս հաղորդումով զգացիր Մալազիայի իսկական վայբը, քաղաքների լույսերը եւ կղզիների հանգստությունը։ Իսկ վերջում որպես շնորհակալություն կխնդրեի բաժանորդագրվեք մեր ալիքին, քանի որ միասին ունենք դեռ երկար ճանապարհներ անցնելու։ Ու վերջում իհարկե ես եկել եմ հիշեցնել, որ այն գումարը, որը դու ծախսում ես քո ճանապարհորդությունների ընթացքում, հարստացնում է հենց քեզ։